Եվրամիության խորհրդի հարգելի նախագահ, Եվրամիության հանձնաժողովի հարգելի նախագահ, ողջունում եմ կրկին ձեզ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթաժողովի առիթով եւ արդեն իսկ մի քանի անգամ արձանագրել ենք, որ գործ ունենք պատմական իրադարձության հետ, բայց ես ուզում եմ նաեւ ընդգծել այդ պատմական տերմինի այն նոր շերտերը, որոնք ի հայտ եկան մեր քննարկումների ընթացքում։ Ընդհանրապես ես մեր գործընկերներին էլ եմ ասել, որ մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե Հայաստանի Հանրապետությունը գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում։ Եվ այսօր շատ խորհրդանշական էր լսել Եվրամիության գործընկերներից, որ Հայաստանի Հանրապետությունը գերազանց աշխարհագրական դիրք ունի եւ մասնավորապես գտնվում է արևելքի եւ արևմուտքի միջև կամ արևելքի եւ արևմուտքը իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա եւ սրանով թերևս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը եւ այս ձևակերպումները արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք միևնույն տեղում գտնվելով, բնականաբար երկիրը որևէ տեղ չի շարժվել, քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ եւ երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Աշխարհագրական այն դիրքից, որը ծառայում էր կամ օգտագործվում էր մեր բոլոր խնդիրները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է եւ պիտի ակնհայտորեն ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականը իրագործելու համար։ Եվ սա իրապես պատմական փոփոխություն է։ Բայց սա միակ նրբությունը չէ տեղի ունեցող պատմական փոփոխությունների, այսօր Եվրոպական միության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Սովորաբար նախորդող ողջ շրջանում անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակով կոչ է անում եւ հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետեւ նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից։ Մենք այսօր հարցերի շատ լայն շրջանակ ենք քննարկել եւ պիտի արձանագրեմ, որ հենց գագաթաժողովի ձևաչափում հանդիպելը եւ քննարկում ունենալը բխում է այն պարզ իրողությունից, որ Հայաստան Եվրոպական միություն օրակարգը այնքան է ընդլայնված եւ այնքան մեծ կշիռ է ստացել, որ այլևս ըստ էության անխուսափելի էր այս ձևաչափի ձևավորումը, որը պիտի ընդունենք ձևավորվել է բնական ճանապարհով, այսինքն զարգացումների արդյունքում, որտեղ իհարկե կողմերի քաղաքական կամքը եւ քաղաքական հանձնառությունը ունեցել է շատ կարեւոր նշանակություն։ Էներգետիկ ոլորտում մենք շատ լուրջ համատեղ նախագծեր եւ ծրագրեր ունենք, որպեսզի մեկտեղենք Հայաստանի ռեսուրսները եւ այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են Եվրոպական միությանը։ Առիթ ունեցել եմ ասելու, որ այստեղ էլի միջայլոց պատմական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ, այսինքն էներգետիկ ռեսուրսներ
չունեցող երկիր եւ այդ առումով բնականաբար դասվել է էներգետիկ կախյալ երկրների շարքը, բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը, սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, եւ ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Իհարկե, սրանք էներգետիկ ոլորտում արվող առաջին եւ առաջիկա քայլերն են, բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ կուտակիչ այլ տեխնոլոգիաներ կան, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման եւ գիշերային ժամերի օգտագործման վրա։ Իհարկե, մենք Եվրամիության հետ աշխատում ենք նաեւ կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ եւ այլ հնարավոր ուղղություններով, բայց ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալը ել ավելի զարգացնել։ Իհարկե, տրանսպորտային կապակցվածությունը շատ էական դեր է խաղում մեր համատեղ օրակարգում, որովհետև հենց իմ նշած աշխարհագրական դիրքի փոփոխության բերումով ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հարևան երկրների հետ համագործակցությամբ իհարկե, որովհետև այս դեպքում կղզիացած մոտեցումները պարզապես չեն գործի, հարևան երկրների հետ համագործակցությամբ մենք կարող ենք ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային փոխադրումներին, ավտոմոբիլային փոխադրումներին, իհարկե նաև ժամանակակից տերմինաբանությամբ տրանսպորտ է համարվում նաև ինտերնետ կապի փոխադրումը եւ էլեկտրաէներգիայի փոխադրումը եւ այս առումով իհարկե համագործակցության ընդլայնված հնարավորություններ եւ պոտենցիալ կա։ Եվ ուզում եմ ավարտել այն կետից, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները սկսել են զարգանալ, խոսքը իհարկե ժողովրդավարական բարեփոխումների մասին է։ Մենք Եվրոպական միությանը շնորհակալ ենք այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում ունեցած առաջընթացների համար, բայց մենք արձանագրում ենք նաև, որ մի շարք ուղղություններով ներառյալ անկախ դատական համակարգ, ներառյալ կոռուպցիայի դեմ ավելի համակարգված պայքար, ներառյալ բարեվարկության համակարգերի ավելի գործուն մեխանիզմների ներդրում, այդ բոլոր ուղղություններով մենք ակնկալում ենք Եվրոպական միությունից ստանալ շարունակական աջակցություն եւ սա իհարկե շատ կարեւոր է այն առումով, որ տնտեսական մեր գործակցությունը հենված է ընդհանուր արժեքային հենքի վրա, ինչը իհարկե արտահայտված է մեր քաղաքական հայտարարություններով, բայց քաղաքական հայտարարություններից բացի մենք նաև նախորդ տարի ընդունել ենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը հիշեցնեմ նախաձեռնվել էր քաղաքացիական հասարակության կողմից եւ քաղաքական մեծամասնությունը մի ինչ որ պահի նաև միացավ այդ նախաձեռնությանը եւ այդ նախաձեռնությունը ստացավ օրենքի ուժ եւ կարծում եմ սա շատ լավ եւ լրացուցիչ խթան է, որպեսզի մենք նոր շունչ հաղորդենք ժողովրդավարական եւ ընդհանրապես ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որպեսզի հնարավորինս արագ հասնենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանող երկրի կարգավիճակի։ Նախկինում ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել, սա մեր միջանկյալ հիմնական նպատակն է, որովհետև մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ եւ լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու։
եւ հետեւաբար մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել Եվրոպական միության ստանդարտներին, իհարկե Եվրոպական միության մեր գործընկերների աջակցությամբ։ Երբ մենք արդեն լիարժեք համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, այդ պարագայում մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ կընդունեն Եվրոպական միություն, ես սա ինչու եմ ընդգծում, որովհետև դա քաղաքական որոշման հարց է, Եվրոպական միությունը ինքը պետք է որոշումներ կայացնի, մենք դեռ չգիտենք, թե արդյոք Եվրոպական միությունը կարող է նաև որոշում կայացնել, որ չի ընդլայնվում այլևս որևէ պատճառով, բայց եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր, սրանից բխող բոլոր դրական արդյունքներով։ Ամփոփելով, ես ուզում եմ այս առիթը օգտագործել եւ իմ շնորհակալության խոսքերը հղել նախագահ Կոշտայի եւ նախագահ ֆոն դեր Լայենի Հայաստան-Եվրամիության հարաբերությունների զարգացման, խորացման ուղղությամբ իրենց անհատական ջանքերի եւ անձնական աջակցության համար, հարգելի գործընկերներ, ողջ այս ընթացքում մենք զգացել ենք ձեր աջակցությունը, մենք զգացել ենք նաեւ ձեր խոսքի հուսալիությունը, որովհետեւ ես հիշում եմ մեր ընդունած հայտարարությունները ընդամենը մի քանի տարի առաջ, որի հիմնական իմաստը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական միությունը ուսի տված առաջ են շարժվելու բարեփոխումների եւ դիմակայունությունը զարգացնելու եւ տնտեսությունը զարգացնելու ճանապարհով եւ այսօր գիտեք հետահայաց նայելով նույնիսկ անհավատալի է եւ անիրատեսական, թե այս ընթացքում մենք ինչպիսի ճանապարհ ենք անցել եւ ինչպիսի առաջընթաց ենք արձանագրել։ Հարգելի պարոն նախագահ, հարգելի տիկին նախագահ, այդ առաջընթացը անհնար կլիներ առանց ձեր անձնական շահագրգռության, առանց ձեր անձնական ներդրման, առանց ձեր անձնական աջակցության եւ Հայաստանի Հանրապետության անունից եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր այդ ներդրման համար։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։